Ազգային ինքնությունը մեզանում գերազանցապես ընկալվում է որպես անցյալի ժառանգություն, որ ներառում է արժեքները, պատմությունը, լեզուն, կենսատարածքը, մշակույթը, սակայն ազգային ինքնության ակտուալությունը նախ եւ առաջ ապագայի ռազմավարական ռեսուրս հանդիսանալու մեջ է, քանի որ ազգային ինքնությունը մեծապես կանխորոշում է ապագան։ Եթե ինքնությունը դիտարկում ենք որպես ռազմավարական ռեսուրս, կառանձնացնեի 3 հիմնական բաղադրիչներ, որոնք կարծում եմ վճռական նշանակություն են ունենալու ապագայի առումով։ Առաջինը դա արժեքային հենքն է, որը հայ ժողովրդի պարագայում կարծում եմ ելակետային եւ հիմնարար արժեքը ազատությունն է։ Ազատությունը մեծ ռազմավարական ներուժ ունի, քանի որ եթե նույնիսկ նայում ենք պատմության ընթացքում Հռոմից մինչև Միացյալ Նահանգներ, բոլոր այն պետությունները, որոնց հաջողվել է ստեղծել ավելի առաջադեմ եւ ավելի ազատական քաղաքատնտեսական համակարգ, դրան անմիջապես հաջորդել է վերելքը եւ զարգացումը։ Եվ այդ տրամաբանության ներքո հայ ժողովրդի ինքնության դրսևորման եւ զարգացման համար նույնպես ազատությունը վճռական ռազմավարական ռեսուրս է։ Երկրորդ բաղադրիչը հայոց լեզուն եւ մշակույթն է։ Եթե առաջինը ազատությունը հայ ժողովրդին եւ հայ ինքնությունը տեղավորում է համաշխարհային համատեքստում, ապա երկրորդը հայոց լեզուն եւ մշակույթը դա տարբերակում է հայ ժողովրդին, հայ ինքնությունը եւ նաեւ դրանով միավորում տվյալ ինքնության կրողներին։ Մեզանում հաճախ ենք խոսում միասնության, միավորման մասին, սակայն միշտ չի որ նշվում է ինչի շուրջ ենք միավորվում, ինչ նպատակով ենք միավորվում եւ այդ առումով կարծում եմ հայոց լեզուն եւ մշակույթը գլխավոր միավորող գործոնն են հայ ինքնության համար։ Երրորդ կարևոր բաղադրիչը հայկական պետականությունն է, այսօր Հայաստանի Հանրապետությունը, քանի որ հայ ինքնության եւ հայ ժողովրդի ներուժի դրսևորման համար հայկական պետականությունը միակ հնարավոր միջավայրն է։ Այլ օտար պետությունների միջավայրում եւ ներքո հայ ինքնությունը չի կարող դրսևորվել եւ ինչքան էլ դժվար է դա ընդունել, այդ առումով հայկական սփյուռքը որևէ երկարաժամկետ հեռանկար չունի եւ դա է վկայում նաեւ պատմությունը բազմաթիվ համայնքները, որոնք գործել են տարբեր պետություններում եւ այսօր պատմություն են դարձել։ Հայ ժողովուրդը եւ հայ ինքնությունը զարգացման եւ դրսևորման հեռանկար ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունը։ Ազգային ինքնության էվոլյուցիան օբյեկտիվ եւ անընդհատ գործընթաց է։ Հաճախ պատերազմները, ճգնաժամերը կարևոր դրդապատճառներ եւ շարժառիթներ են դառնում ազգային ինքնության էական փոփոխությունների համար։ Եվ մեր պարագայում նույնպես հետպատերազմյան շրջանում ազգային ինքնությունը վստահաբար էական փոփոխությունների է ենթարկվելու եւ այդ առումով կարծում եմ էթնիկ, համայնքային ինքնությունը պետք է փոխարինվի աստիճանաբար քաղաքացիական, պետականակիր ինքնությամբ, որի պարագայում գոյատևման ալգորիթմը փոխարինվի ստեղծման ալգորիթմով, ինչը հնարավորություն կտա հայ ժողովրդին, որ ոչ միայն շարունակի լինել իր պատմական ժառանգության կրողը, այլ նաև իր ապագայի ճարտարապետը։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, մեր այսօրվա հյուրն է պարոն Արման Բարսեղյանը, Կողմ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, որը եւ սիրով համաձայնել է քննարկել ինքնության հետ կապված հարցերը։ Պարոն Բարսեղյանը նախորոք մի փոքրիկ այսպես հայտարարությամբ հանդես էր եկել իր պատկերացումների մասին, որոնք չափազանց հետաքրքիր էին, շնորհակալություն ձեր այստեղ գալու եւ այդ նախնական իմպուլսը մեզ տալու համար։ Ես շնորհակալ։ Եվ ես մի քանի հարց ունեմ կապված հենց այն հարցադրումների հետ, որ դուք արել եք, որովհետեւ հարցադրումները շատ հստակ էին եւ կարեւոր էր նաեւ ձեր ասած հիմնական գիծը, այսինքն ինքնությունը դիտարկել որպես ապագայի ռազմավարական ռեսուրս։ Սա շատ էական էր, այսինքն մենք նայում ենք ոչ թե հետ, մենք նայում ենք առաջ, եւ այստեղից 3 հարց, որոնք կապված են ձեր 3 հարցադրումների հետ։ Առաջինը դուք խոսում եք արժեքների մասին եւ մեր ազգային արժեքների թվում ամենակարևորներից մեկը անվանում եք ազատությունը։ Շատ ոգևորիչ է, ես էլ այդպես հույս ունեմ, որ լինի, բայց ես երբեմն այսպես կես կատակ դառնացած ասում եմ, որ Փառք Աստծո, որ գոնե Նալբանդյանն եղել է, որովհետև Նալբանդյանը չլիներ, ով պիտի պարզերես աներ մեզ, ուրիշ ազատության մասին խոսող չկար։ Արդյոք իսկապես դուք համարում եք, որ ազատությունը մեզ համար այդքան կարևոր արժեք է, եւ արդյոք մի քիչ ավելի այսպես օպտիմիստորեն չի մենք խնդրին, որ նայում ենք իրականության մեջ ազատությունը մեզ համար այդքան դեր խաղում է հասարակության մեջ։
Նախ եւ առաջ, ինչպես արդեն դուք էլ նշեցիք, ես ինքնության հարցին ավելի շատ մոտեցել եմ ապագայամետ տեսանկյունից, այսինքն նայելով դեպի ապագան եւ նայելով ինքնությանը որպես ռազմավարական ռեսուրս, եւ այդ տրամաբանության մեջ այն հարցին, թե ազատությունը ինչքանով է մեր համար հիմնարար ելակետային արժեք, ես ենթադրում եմ, որ համապատասխան մասնագիտությունների գիտնականները ավելի արժեքավոր ուսումնասիրություններով կամ կփորձեն հաստատեն կամ կհերքեն։ Ես մեկ այլ տեսանկյունից եմ նայում, ինչքանով է ազատությունը որպես արժեք կարևոր եւ էական ապագային նայելու առումով։ Եվ այդ տրամաբանության մեջ, այսինքն ավելի պրագմատիկ մոտեցման տեսանկյունից, ես կարծում եմ, որ ազատությունը ընդհանրապես, եթե նայում ենք հետ պատմության ընթացքում տարբեր քաղաքատնտեսական համակարգերը, համենայն դեպս ինձ այդպես է թվում, որ ազատության մակարդակը որևէ մի պետական կազմավորման մեջ, երբ էականորեն բարձրացել է, տվյալ պետական կազմավորումը կտրուկ վերելք է արձանագրել։ Եվ այդ տրամաբանության մեջ ըստ էության ցանկացած պետություն կամ ելակետային ռեսուրսների վրա պետք է կառուցի իր զարգացումը, կամ համակարգը որպես այդպեսին պետք է մի քայլ առաջ լինի, որպեսզի կարողանա էական զարգացում արձանագրել։ Հայաստանի պարագայում ինձ թվում է, որ ազատության մակարդակի էական բարձրացումը վճռորոշ կարող է լինել, որպեսզի բազմաթիվ խնդիրներ հնարավոր լինի լուծել։ Եվ այդ առումով շատ հաճախ Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության որպես պետական կազմավորում ապագայի մասին խոսակցության ընթացքում հարց է հնչում, թե ինչի վրա պիտի կառուցվի այդ հաջողությունները, որ բոլորը բնականաբար ցանկանում են։ Իմ կարծիքով մենք պետք է փորձենք մի քայլ առաջ նոր համակարգ ստեղծել, ինչքան էլ որ դա հավակնոտ հնչի, այսինքն այսօր գոյություն ունեցող քաղաքատնտեսական համակարգերի համեմատությամբ ազատության մակարդակը էականորեն բարձրացնել։ Որպեսզի միտքը շատ տեսական չլինի, մի քանի կոնկրետ օրինակներ ուղղակի նշեմ, կամ ավելի ճիշտ հենց մեկ շատ էական օրինակ։ Հիմա ընդհանրապես պետությունների բյուջեն ձևավորվում է հիմնականում հարկերի հաշվին, որը սահմանվում է որպես անհատույց եւ պարտադիր վճար։ Այսինքն ըստ էության հարկը հարկադրանքի տար է եւ ամբողջ պետության ըստ էության ֆինանսները կառուցված է հարկադրանքի վրա։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում ոչ մի անգամից, բայց Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել առաջի պետությունը, որ հրաժարվի հարկից որպես երևույթ եւ պետական բյուջեն ձևավորի հատուցվող կամ կամավոր եկամուտների հիման վրա։ Եթե նման պետություն եւ նման համակարգ ստեղծվի, որը ինչքան էլ ուտոպիստական հիմա հնչի, նման պետությունը կարող է կտրուկ էական վերելք արձանագրել։ Ուտոպիստականն իսկապես մի քիչ ուտոպիստական է հնչում, բայց ես ուրախ եմ մի բանի համար, որտեղ ես իմ նախնական այդ ելույթում մի նախնական դասախոսություն ունեցա, մի հարց բարձրացրեցի, որը շատ համահունչ է նրան, ինչ որ դուք ասում եք։ Ես այնտեղ խոսում եմ այն մասին, որ ինքնությունը երկու բաղկացուցիչ ունի։ Մեկը այն անցած ճանապարհն է, որը մեզ ձևավորում է, եւ երկրորդն հանձնառությունն է։ Այսինքն ես հանձն եմ առնում, որ ես այսպեսին եմ։ Ես խոստանում եմ այսպեսին լինել։ Ես ուզում եմ, որ ուրիշներն էլ ինձ ընկալեն որպես այդպեսին։ Այս առումով ահա ձեր ասած այդ ազատության խնդիրը որպես ապագայի տեսլական շատ էական է եւ կարծում եմ, որ այստեղ իմաստ ունի դրա վրա կենտրոնանալ։ Երկրորդ հարցս, որը կապված է ձեր ասած երկրորդ խնդրի հետ, նախ եւ առաջ այն մշակութային միջավայրի հետ, որը մեզ բոլորին միավորում է։ Առաջի հերթին ես պիտի պարզապես խնդրեմ, ես գիտեմ, բայց ոչ բոլորը գիտեն, խնդրեմ մի փոքր պատմեք կողբ հիմնադրամի գործունեության մասին, որովհետև այն ահռելի գործը, որը դուք կատարում եք մշակույթի բնագավառում, պետք է ուղղակի մարդիկ իմանան։ Խնդրում եմ մի քանի խոսք այդ մասին ասեք։ Մենք հիմնականում փորձում ենք մեր գործունեությունը կառուցել կոնկրետ նախագծերի շուրջ, այսինքն մենք դասական բարեգործական հիմնադրամ չենք, որը տարբեր աջակցության եւ նվիրատվություններով է զբաղվում, այլ կոնկրետ մենք նախագծեր ենք իրականացնում, որոնք ունեն կոնկրետ նպատակներ։ Մշակութային ոլորտում ես կնշեի հիմնական 3 ոլորտներ՝ գրականության, երաժշտության եւ կերպարվեստի։ Երաժշտության ոլորտում Մանսուրյան մրցույթն է, միջազգային կոմպոզիտորների մրցույթը, գրականության ոլորտում մենք 3 տարի Վազգեն Սարգսյան գրական մրցույթից հետո այս տարի հայտարարելու ենք Կոստանց Զարյան գրական մրցույթի մասին եւ նաեւ կերպարվեստի ոլորտում Մարտիրոս Սարյան
մրցույթի մասին։ Այսինքն ըստ էության, որպեսզի համակարգված լինի ընդհանուր պատկերը, 3 հիմնական մեծ ոլորտներում գրականություն, կերպարվեստ եւ երաժշտություն մենք փորձելու ենք բացի այն բոլոր այլ մրցույթները, մրցանակաբաշխությունները, այդ թվում նաեւ պետական որ կան, մասնավոր դաշտում փորձել ստեղծել արժեքավոր մրցույթներ եւ դրանով այդ 3 ոլորտներում փորձել նպաստել ակտիվությանը եւ ընդհանրապես մշակույթի զարգացմանը։ Դες է, անունները, որ դուք տալիս եք փառահեղ անուններ են, ես բախտ եմ ունեցել մի քանի միջոցառումների մասնակցել, Տիգրան Մասուրյանի համերգներն են, ուրեմն հիմա դուք խոսում եք Կոստանդզարյանի մասին, գիտեմ, որ մի ամբողջ տարի Կոստանդզարյանի հարցերով զբաղվել եք, ուրեմն Մարտիրոս Սարյան, բայց ինձ մոտ այսպեսի մի էլի նորից մի քիչ սատանայի փաստաբանություն անեմ, էլի։ Փաստորեն դուք ասում եք, որ մշակույթը բոլորիս միավորում է։ Մի կողմից դա այդպես է։ Մյուս կողմից էլ մենք գիտենք, որ մեր հասարակության մեջ ահռելի տարբերություն է առաջացել այսպես կոչված բարձր մշակույթի եւ այն զանգվածային մշակույթի միջեւ, որ այսօր մեծ տարածում ունի։ Հիմա այդ ձեր գործունեությունը ծավալված է այդ բարձր մշակույթի շրջանակներում, որը ահռելիորեն լավ է, որովհետև դուք փաստորեն դա փորձում եք տարածել։ Եվ այնուամենայնիվ, ինչքան ուզում եք տարածեք, ինքը բավական սահմանափակ ոլորտում է մնում։ Ինչպես եք տեսնում, այդ կապը հնարավոր է պահել, զանգվածներին ինչպես կարելի է ներգրավել դրա մեջ։ Նախ եւ առաջ ես հատուկ ուզում եմ ընդգծել հայոց լեզվի եւ մշակույթի ընդհանուր որպես ինքնության գործոններ այդ երկուսի մասին եւ հայոց լեզուն ոչ թե ուղղակի լեզու, այլ որպես մի քիչ ավելի լայն իմաստով լեզվամտածողություն, ընդհանուր լոգոս իմաստով։ Ինձ թվում է վճռական նշանակություն ունի ու այդ ուղղությամբ նաեւ պետությունը մեծ անելիք ունի։ Ձեր կոնկրետ հարցի վերաբերյալ ես կարծում եմ, որ բարձր ու ցածր մշակույթ չկա, այլ դա ոչ թե դիսկրետ բարձր եւ ցածր է, այլ դիապազոն է։ Այսինքն այո, կա որոշակի մշակույթից բարձրանալով, անցում կատարելով այլ մակարդակներ եւ շատ հաճախ մարդու համար շատ դժվար է միանգամից հայտնվել այդ վերևի մակարդակում։ Այսինքն դա անցումային process է եւ իմ օրինակով էլ ասեմ, օրինակ տարիներ առաջ այն երաժշտությունը, որ ես լսում էի, հիմա այդ երաժշտությունը չեմ կարողանում լսել, որովհետեւ երբ որ դու հարաբերվում ես տարբեր ավելի արժեքավոր մշակույթի դրսևորումների հետ, աստիճանաբար ճաշակն էլ սկսում է զարգանալ եւ ինչը որ ժամանակին հաճելի էր կամ դու համարում ես որ արժեքավոր է, հետագայում ուղղակի չես կարողանում լսել։ Վերջերս մի համերգի, որ միշտ մտածում էի, որ տվյալ երաժշտի համերգին միշտ երազել էի, որ մասնակցեի, ներկա լինեի, երբ որ դրա հնարավորությունը եղավ, առաջի 10 րոպեից հետո արդեն ուզում էի դուրս գալ, չէի կարողանում լսել, որովհետեւ իրականում ժամանակի ընթացքում ինչպես կրթությունը, երբ դու փուլ առ փուլ պետք է զարգացնես, կատարելագործվես եւ աստիճանաբար գիտելիքները, կարողությունները զարգացնես, իմ կարծիքով մշակույթի առումով էլ նույնն է։ Եվ հետեւաբար խնդիրը ոչ թե տարբերակելն է բարձր կամ ցածր, այլ պետության մեջ, հանրության մեջ ինչ մեխանիզմներ կան, որոնք աստիճանաբար մարդու մշակութային ճաշակի կատարելագործումը նույնպես ապահովեն։ Դա եւ սկսում է ենթադրում է մանկապարտեզ, դպրոց, այդ բոլոր փուլերով եւ նաեւ կյանքի մնացած էտապներում։ Այսինքն փաստորեն դուրս է գալիս, որ բոլոր դեպքերում ալիք առ ալիք ձեր գործունեությամբ դուք փորձում եք տարածել այդ մշակույթը ավելի լայն շրջանակի վրա ինքներդ։ Մենք փորձում ենք գտնել, որպես կանոն մեր հիմնադրամի նախագծերի ընտրության սկզբունքը հետեւյալն է։ Մենք փորձում ենք գտնենք ինչն է պակասում եւ փորձել լրացնել։ Հիմա շատ ցայտուն օրինակ է, որ ենթադրենք Կոստանդզարյանը որպես բանաստեղծ, գրող, մտածող ըստ էության մասնագիտական շրջանակից դուրս քչերը գիտեին, մինչդեռ արժեքի առումով եւ ոչ միայն մեր ազգային որպես արժեք, այլ նաեւ ընդհանուր համաշխարհային առումով էական նշանակություն ունեցող հեղինակ է եւ հետեւաբար մենք այդ բացը փորձում ենք լրացնել։ Այսինքն տրամաբանությունը մեր գործունեության դա է, ինչ բացեր կան մեզանում եւ փորձել բնականաբար մեր ուժերի սահմաններում լրացնել դրանք։ Դա տեսանելի է եւ իսկապես շատ գնահատելի։ Վերջին հարցը, որ ես ուզում եմ տալ, որովհետեւ մեր ժամանակը ցավոք սրտի շատ սահմանափակ է, վերջին հարցը, որ ես ուզում եմ տալ, վերաբերվում է պետականությանը։ Դուք խոսում եք այն մասին, որ անկախ պետականությունը ամենակարևոր հիմքն է ցանկացած ազգային ինքնության զարգացման, որը վիճելը տարօրինակ կլիներ, իսկապես դա այդպես է։
Եվ պետք է ասել, որ ժամանակին այնպես չի, որ ուրիշները դա չեն հասկացել, որովհետև տեսեք, հիմա շատերը խոսում են այն մասին, որ այն ժամանակ պետության մասին քիչ եք մտածել, բայց երբ որ ես պարլամենտում էի, չգիտեմ ովքեր են հիշում, պարլամենտում մենք ունեինք մշտական հանձնաժողով, անկախ պետականության զարգացման խնդրով զբաղվող, այսինքն այդ հանձնաժողովը դրանով էր զբաղվում։ Եվ կարծես թե այդ ըմբռնումը կար, որ հա իհարկե ազգային պետականությունը պետք է զարգանա։ Մյուս կողմից սակայն մենք, երբ որ ես հետին թվով նայում եմ նրան, ինչ որ մենք արել ենք, զգում եմ, որ մենք ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում այնուամենայնիվ հասարակությանը, որովհետև պետության մակարդակը կախված է իհարկե հասարակության մակարդակից։ Ինչպեսի հասարակություն ունես, այնպեսի էլ պետություն ունես։ Եվ ահա ես կարծում եմ, որ այստեղ մենք խնդիրներ ունենք նաև ուրեմն քաղաքացիական հասարակության հետ, քանի որ դուք ասացիք ձեր հարցադրման մեջ, որ ի վերջո մեր նպատակն է, որ մենք քաղաքացիական ինքնություն զարգացնենք, չէ՞։ Ուրեմն քաղաքացիական ինքնությունը կապված է քաղաքացիական հասարակության հետ, բայց քաղաքացիական հասարակության վիճակը շատերն են ընդունում, որ այնքան էլ բարվոք չէ մեզանում։ Ես կարծում եմ, որ դրան կարելի կլիներ օգնել այն դեպքում, եթե մենք հնարավորություն ստանայինք, որպեսզի ոչ միայն դրսից ուրեմն փաստորեն վճարվող եւ խրախուսվող կազմակերպություններ լինեին, որոնց նպատակը ես կասկածի տակ չեմ դնում, այլ որպեսզի մեր սեփական ուժերը, այսինքն մեր բիզնեսի ներկայացուցիչները, մեր գործարար շրջանակները իրենք նպատակ ունենային, նպատակը դրվեին ֆինանսավորել եւ օգնել քաղաքացիական այդ ուժերին, քաղաքացիական կազմակերպություններին։ Ես չգիտեմ, մենք դրա մասին շատ ենք խոսել, դրա համար այսպես ձև չանեմ, որ առաջի անգամ եմ դες այդ հարցը տալիս, ինչպես եք կարծում, այստեղ հնարավոր է մի բան անել, այսինքն եթե մենք որպես բանաձև ասենք, բանաձևը կլինի հետեւյալը, հնարավոր է արդյոք այսպես կոչված կոմպրադորական բուրժուազիան դարձնել իսկապես ազգային բուրժուազիա, որը ոչ միայն շահագրգիր է նրան, որ եկամուտ ստանա, այլ նրանով, որ եկամուտի մի մասը տա մեր հասարակության զարգացման համար։ Կարող ենք այդ բանը անել։ Նախ ես 3 հիմնական գործոններ եմ նշել ինքնության, ազատությունը որպես ունիվերսալ արժեք այդ ինքնության համար, հայոց լեզուն եւ մշակույթը որպես մյուս ինքնություններից տարբերակող եւ մեզ միավորող ինքնության բաղադրիչ եւ այո, պետականությունը, որը ըստ էության դա գործիք է, որով տվյալ ինքնությունը պետք է դրսևորվի եւ ժամանակի ընթացքում փորձի իր նյութական նաև եւ ոչ միայն նյութական մշակույթը ստեղծի։ Եվ այդ տրամաբանության մեջ հատկապես պետականը կարևորել է, որովհետեւ կարծում եմ, որ ապագային նայելով հենց այդ բաղադրիչը կարիք ունի էական վերափոխման, որովհետեւ հենց դա է պակասում նաև։ Եվ պետք է փորձել էթնիկ համայնքային ինքնությունից աստիճանաբար անցում կատարել ազգային ոչ թե էլի էթնիկ իմաստով, այլ պետական իմաստով, քաղաքացիական ինքնության եւ այստեղ այո հարց է առաջանում ինչ դերակատարություն պետք է ունենա բիզնեսը, մասնավոր բիզնեսը։ Իմ կարծիքով հիմնական դերակատարությունը գալու է ոչ թե այնտեղից, որ ազգային բիզնեսը փորձի ֆինանսավորի կամ ինչ որ նախագծեր իրականացնի, որը նույնպես կարևոր է, բայց իմ կարծիքով մեր պարագայում մեկ այլ ավելի կարևոր գործառույթ կա։ Մեր իրականության մեջ պակասող գործառույթներից մեկը դա կառավարչական առաջնորդության գործառույթն է, որը կարծում եմ գրեթե բոլոր ոլորտներում մեծ պակաս կա։ Եվ խնդիրների գրեթե բոլոր ոլորտներում խորանալու խնդիրների մեջ ակնհայտ է, որ խնդիրը ոչ թե ռեսուրսների բացակայության մեջ է կամ գիտելիքների շատ հաճախ, այլ շատ ավելի հաճախ հանդիպող խնդիրը կառավարչական առաջնորդման գործառույթի եւ կարողությունների բացակայությունն է։ Եվ շատ ցավոտ խնդիրներ առաջին հայացքից նշվում են պատճառները, ֆինանսները, նշվում են ինչ որ ռեսուրսներ, չգիտեմ, սահմանների փակ լինել եւ այլն, բայց ըստ էության դրանք բոլորը հաղթահարելու ճանապարհը առաջնորդությունը եւ կառավարչական ռեսուրսն է։ Եվ ինձ թվում է մեր պարագայում, եթե հիմա մենք հարցնենք, իսկ որտեղից պետք է գոյանա առաջնորդության այդ կառավարչական ռեսուրսը, տարիների ընթացքում փորձելով գտնել աղբյուրը, պետական համակարգում ես չեմ տեսնում դրա հնարավորությունը, բազմաթիվ պատճառներով։ Մյուս կողմից նայել գիտական ոլորտում գիտելիքի առումով միգուցե, բայց պրակտիկ կիրառման եւ ռեալ փոփոխություններ իրականացնելու առումով այսօրվա իրականությունը այնքան արագ փոփոխվող ու այնքան բարդ է, որ
պրակտիկայից կտրված գիտությունն էլ դժվար թե կարողանա այդ խնդիրները լուծել։ Եվ իմ կարծիքով մասնավոր ոլորտի եւ բիզնեսի ամենամեծ ներդրումը կլինի նա, որ ժամանակի ընթացքում, իսկ դրա համար ժամանակ հաստատ պետք է, իմ գնահատականով մոտավորապես հիմա մենք մոտենում ենք այդ ժամանակին, որ մասնավոր կազմակերպություններում կձևավորվի որոշակի կրիտիկական քանակ մարդկանց, որոնք ինքնաբավ դառնալով կփորձեն մասնավոր բիզնեսից բացի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել եւ իրենց կառավարչական եւ առաջնորդման կարողությունները ներդրեն պետական, քաղաքական, պետական այդ ոլորտում եւ ճանապարհ անցած խնդիրներ լուծելու փորձառություն ունեցող մարդիկ բացի սեփական բիզնեսը եւ այսպես ասենք անձնական եւ ընտանեկան շարքը փորձում մի քիչ ավելի լայն մտածել։ Ես դրա սաղմերը տեսնում եմ հիմա եւ հուսով եմ, որ այդ առաջնորդության ու կառավարչական կարողությունների բացը մասնավոր բիզնեսից աստիճանաբար կսկսվի համալրվել, իսկ նման բացը համալրվելուն զուգահեռ խնդիրներն էլ կսկսեն աստիճանաբար լուծվել, որովհետեւ իրականում անլուծելի որևէ խնդիր չկա, եթե կա համապատասխան առաջնորդության եւ կառավարչական կարողություններ։ Շնորհակալություն Արման, այդ ձեր վերջին ձևակերպումը ուղղակի այսպես մի լավ տեսլական էր ապագայի համար, ելի նորից չափազանց լավ գուցե որ մենք հույս ունենանք որ իրականանա, բայց հուսանք որ կիրականանա։ Դե օպտիմիզմն էլ ռեսուրս է։ Այո, ռեսուրս է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։